Հրապարակ թերթը գրում է, չնայած նախընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ քաղաքացիական պայմանագրի վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել, սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել քաղաքացիական պայմանագրի վարչությունը, իսկ 100-ից հետո Փաշինյանը միանձնյա, սակայն իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ, ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։ Բանն այն է, որ քաղաքացիական պայմանագրի ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ՔՊԱ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-ում հայտնվածներից ոմանք։ Քաղաքացիական պայմանագրի մի խումբ կարծում է, որ նման մարդկանց պետք է առաջ բերել, սակայն ըստ լուրերի ծանր թեթևանելով եւ հասկանալով, որ այդ խմբագրումները կարող են չընկալվել թիմում ու դժգոհության նոր ալիք բարձրացնել, Փաշինյանը ցուցակը թողել է անփոփոխ, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպմանը ըստ որոշ տեղեկությունների քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։ Փաշինյանը որոշել է գործարարների սիրտը շահել եւ օգնության է կանչել Իլհամ Ալիևին, որը պետք է նվազեցնի ռուսական շուկայից մեր կախվածությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկերը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կհրապարակվեն ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո, երրորդյա ժամկետում, մինչև 2026 թվականի մայիսի 6-ը։ Ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով սահմանվել է, որ ընտրությունների մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների միջոցների շարժի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը պարբերաբար յուրաքանչյուր 3 աշխատանքային օրը մեկ կներկայացնեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս այդ տվյալները կամփոփի եւ կհրապարակի իր կայքում սկսած մայիսի 7-ից մինչև քվեարկությունից հետո 3-րդ օրը։ Ժամանակացույցով նախատեսվում է նաեւ էլեկտրոնային քվեարկության կազմակերպման փուլը։ Համապատասխան ցուցակները ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում մինչև մայիսի 7-ը։ Մինչև մայիսի 8-ը կկատարվի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը ըստ ընտրական տեղամասերի։ Նույն օրը վերջնաժամկետ է նաև կուսակցությունների եւ դաշինքների համար նախընտրական հիմնադրամներ բացելու առումով։ Նախընտրական քարոզչության պաշտոնական փուլը կմեկնարկի մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչև հունիսի 5-ը ժամը 24:00։ Այս ընթացքում ընտրողներն ու քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրականացնել ակտիվ քարոզչություն։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը տնօրենի պաշտոնից սկանդալային հեռացումից հետո արձակուրդ է վերցրել, որը բավական երկար կտևի, քանի որ մի քանի տարվա կուտակված արձակուրդ ունի։ Թերթի տեղեկություններում նրան առաջարկել էին արձակուրդից վերադառնալուց հետո որպես գիտաշխատող մնալ եւ աշխատել թանգարանում։ Սակայն թերթը տեղեկացել է, որ շուրջ 1 ամիս արձակուրդում գտնվելու ընթացքում Գզոյանը փոխել է որոշումը։ Նա արձակուրդից հետո մտադիր է ազատման դիմում գրել նաեւ գիտաշխատողի հաստիքից։ Գզոյանն այս ընթացքում ժամանակ առ ժամանակ թանգարան է գնում կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար։ Այցերի ընթացքում չի հանդիպում եւ չի շփվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշյանի հետ։ Գրում է թերթը։